Ողջույն սիրելի հայրենակիցներ, սիրելի գաղափարակիցներ, ուրեմն իրական ուժի հետ կապ չունեցող օտարի տասոչիկները սեզմատել են տվու կերպարի մեջ, մոսկուներ բան են անում ու ուժից են խոսում։ Ուրեմն գիտեք ինչ, սրանք ոչ թե ուժեղներն են, սրանք իրական ուժից աբիժնիկ մնացածներն են։ Աբիժնիկ մնացածներն են, սիրելի մարդիկ։ Այս օտարի տասոչիկները իրական ուժից աբիժնիկ մնացածներն են։ Ու գիտեք խեն մնացել, որովհետև այսօր այս իրենց ուժեղ տղու տեղ դրածները Նախ եթե դուք ասում եք մենք ուժեղ ենք, մենք ձեզ ասում ենք մենք մեզնից ուժեղը չենք ճանաչում եւ որևէ ցանկությունը չունենք ճանաչելու։ Այ օտարի լանթեր։ Տասոչիկ եք, դες պահեք տասոչիկին նման։ Մի մտեք տղու կերպարի մեջ ու կուրաժի տեղեք։ Այլ իրական ուժեղների սպանածներ։ Այ իրական ուժեղների վախները տասնյակ տարիներով բռնած եւ իրական ուժի մեջ կուրաժիտ եղածներ։ Ձեներդ կտրեք, տասոչիկ եք, դες պահեք տասոչիկին նման։ Դուք սրանք ոչ թե ուժեղներն են, սիրելի մարդիկ, սրանք իրական ուժից աբիժնիկ մնացածներն են, որովհետև իրական ուժը իրենց ստիպել է, որ իրենք վերադառնան հարկային դաշտ։ Այդ դրա համար են աբիժնիկ։ Գագիկ Ծառուկյանը, Բերանը Ծուրտիկ Խոխեն, Մոսկվա բնակ օլիգարխը Կալուգացի, այդ դրա համար են աբիժնիկ, որովհետև այլևս դրանք չեն կարողանում 10 դրամի բարեգործություն անեն, տասնյակ հարյուրավոր հազարավոր դոլարների հարկերից խուսափեն, տասնյակ հարյուր հազարավոր դոլարների ռեկլամ ընկնեն եւ հարստանան։ Էլ չեն կարող մեկին 100 խփեն։ Այդ դրա համար աբիժնիկ են։ Աբիժնիկ են այս իրական ուժից աբիժնիկ են նրա համար, որովհետեւ իրական ուժը իրենց վզներից բռնե եւ բերելա կողել հարկային դաշտ եւ հարկ են վճարում։ Այդ դրա համար աբիժնիկ են։ Աբիժնիկ են նրա համար, սիրելի մարդիկ, որովհետեւ տասնյակ տարիներով Հայաստանի Հանրապետությունից թանանված կապիտալը եւ միլիոնավոր դոլարները իրական ուժը պետականացնում է եւ վերադարձնում է իրական ուժին։ Այդ դրա համար սրանք աբիժնիկ են։ Աբիժնիկ են, որովհետեւ չեն կարողանում մարդ սպանեն ու անպատիժ մնան։ Այդ դրա համար աբիժնիկ են։ Աբիժնիկ են, որովհետեւ չեն կարողանում իր անօրինականություններ անեն ու հարստանան։ Այդ դրա համար են աբիժնիկ։ Աբիժնիկ են, որովհետեւ չեն կարողանում հարյուր հազարավոր դոլարների հարկեր չվճարեն ու հարստանան։ Այդ դրա համար են աբիժնիկ։ Աբիժնիկ են, որովհետեւ չեն կարողանում մենաշնոր հննեն։ Այդ դրա համար են աբիժնիկ։ Այս իրական ուժից աբիժնիկները իմացակ չէ ինչի համար են մտել ուժեղ տու կերպարի մեջ ու ասում են ուժեղ ենք։ Դուք ոչ թե ուժեղներն եք, դուք իրական ուժից աբիժնիկներն եք։ Սիրելի մարդիկ, որտեւ ասեմ ինչի համար են աբիժնիկ, ասեցի, որտեւ իրական ուժը իրանց ստիպել է անեն այն ամենը, ինչ չեն արել տասնյակ տարիներով։ Ու չանելով այդ տասնյակ տարիներով այն ամենը, որ անում են հիմա, ահռելի կապիտալ են ստեղծել, անշարժ գույքեր։ Տասնյակ տարիներով պետությունը թալանել են եւ հարստացել են։ Այդ մենակ իրանք են տենց հաջողակ բիզնեսմենները, հա։ Իշխանության են եղել, լծակ են եղել, պրախոդներ են եղել, ուժեղ մարդկանց աշկը, վախը բռնել են, աշկները վախեցրած, ուժեղ մարդկանց մեջ այդ թուլիկները կուրաժիտ են եղել, ուժեղ մարդկանց հարստության հաշվին հարստացել են, հարկեր չվճարելով հարստացել են։ Հարկեր չվճարելով հարստացել են։ Մենաշնոր լինելով հարստացել են։ Արարող աշխատող մարդկանց դրած եղած չեղածը արևանգել են, գլխներին սարքել վերցրել են, վխծրել վերցրել են, իրանցն են սարքել հարստացել են։ Այդպես են հարստացել։ Դրա համար իրական ուժին, որ ռաստվել են, իրական ուժը գրեգ բառապաշարով ասած, իրանց կզծրել է, չմոացրել է, գլխներին տավել է, գլուխներին վզներից բռնել, սենց բերե կողել է, պետական բյուջե, սենց հարկային դաշտ ասել է, մատներդ կկտրեմ, եթե մի հատ կոռուպցիան եք կամ 1 դրամ հարկ չվճարեք։ Հիմա սենց աբիժնիկ են կպել իրական ուժից։ Ժորժան աբիժնիկա Տաշիր Սամվելիկը Մոսկվա բնակ օլիգարխ Կալուգացի Տաշիր Սամվելիկը, Բերանը Ծուրտիկ Խոխապրևետ Ռոբիկը, Գագիկ Ծառուկյանը այդ դրա համար են աբիժնիկ կպել վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Իրական ուժի կողմից լեգիտիմ ընտրված ուժեղ իշխանությունից։ Այդ դրա համար են աբիժնիկ կպել, որովհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրանց բերել է հարկային դաշտ, որովհետև չեն կարողանում 2 կոպեկի բարեգործություն անեն տասնյակ հազարավոր դոլարների հարկերից խուսափեն։ Էլ չեն կարողանում մարդիկ սպանեն, որովհետև այլևս հայ մարդիկ իրանցից չեն վախենում, այդ դրա համար աբիժնիկ են։ Պրևետ Ռոբիկը աբիժնիկա, որովհետև այլևս չի կարողանում հայ մարդու արունը ծծի, այդ դրա համար աբիժնիկ։ Պրևետ Ռոբիկը աբիժնիկա, որովհետև այլևս հայ մարդը այդ Բերանը Ծուրտիկ Խոխից չի վախենում, այդ դրա համար աբիժնիկ։ Աբիժնիկա, որովհետև տասնյակ տարիներով թանալված կապիտալ անշարժ գույքը, միլիոնավոր դոլարները, իրական ուժը սենց իր ստիպել է եւ ստիպում է, որ վերադարձնի պետությանը իրական ուժին։ Այդ դրա համար աբիժնիկ է, որովհետև տասնյակ տարիներով թալանվածը այլևս չի կարողանում մարսի, պետքա պետականացվի։
տասնյակ անշաշկույքեր, տասնյակ հարյուրավոր միլիոնավոր դոլարներ պետք է պետականացվի, որովհետև իրական ուժ իրան ստապելա, որ շաբաթը ստիպելա, որ շաբաթը երկու անգամ գնա դատական նիստի եւ ներկայանա ու պատասխան տա իր արած չարածների համար։ Այդ դրա համար աբիժնիկ։ Հիմա ասենց աբիժնիկներով հավաքվել եք, իրական ուժից աբիժնիկներով մնացած հավաքվել եք ուժեղ տող կերպարի մեջ եք մտել, սիրելի մարդիկ։ Շատ ենք ասել իրանց վրով, շատ, ասելու ոչինչ չկա, կա անելու։ 2018 թվականին մերժված խուլիգան, մարդասպան, թալանչի, բռնապետ, մերժված ռեժիմը թող անգաչին օղանի։ Մենք 2018 թվականին ձեզ մերժեցինք, մաֆիա, բայց ձեզնից որոշ խնդիր չեղանք, որովհետև հեղափոխության արժեքները, օրենքները եւ կանոնները թույլ չտվեց, որովհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը թույլ չտվեց։ Գիտեք քի թույլ չտվեց, որովհետև այնքան ուժեղ տղա է, որ որևէ մեկի կյանքը սպառնալիք չէր ներկայացնում իր համար։ Այնքան ուժեղ տղա է, որ մարդ չի սպանել ձեզ նման։ Այդքանով ուժեղ տղա է։ Այնքանով ուժեղ տղա է արագադեք, որ այսօր իր սեփական պետության անցակետը սահմանները ինքն է հասկում, իր զինվորն է հասկում, այլ ոչ թե օտարի զորքը։ Հասկացաք, այդքանով ուժեղ է։ Այնքան ուժեղ տղա է, որ իմանալով հանդես, որ հայ մարդու հարստության երջանկության հզորացման, բարգավաճման, ուժեղացման միակ երաշխիքը եւ երաշխավորը դա խաղաղությունն է, ու այդ խաղաղությունը ինքը 24 ժամվա աշխատանքի արդյունքում արդեն իսկ ստեղծել է Հայաստանի Հանրապետությունում։ Այնքան ուժեղ տղա է, որ գիտի, որ հայ մարդու հզորությունը դա բարձր գիտելիքներ ձեռք բերելու մեջ է, բարձր գիտելիքների մեջ է։ Ու այդ բարձր գիտելիքներ ձեռք բերելու հնարավորությունը ստեղծել է Հայաստանի Հանրապետությունում տասնյակ հարյուրավոր կառուցված մանկապարտեզների եւ դպրոցները մեզ օրինակ, իր ամբողջ լաբորատորիայով, իր ամբողջ տեխնիկայով, անհրաժեշտ բոլոր տեխնիկաներով։ Այնքան բաներ կա թվարկելու։ Ուրեմն լսեք, ինչ ենք ասում ձեզ։ 2018 թվականին մենք ձեզ մերժել ենք, բայց դեսնից վրեժ չենք լուծել։ Բայց հունիսի 7-ին քաղաքակիրթ մակարդակով տասնյակ տարիներով սպասված մեր վրեժի իրագործման օրն է լինելու։ Անգաշների տողարիկ, անհնարինը հնարավոր դարձնելով։ Հունիսի 7-ին քաղաքակիրթ մակարդակով հայ մարդու տասնյակ տարիներով սպասված վրեժի իրագործման օրն է լինելու, եւ հունիսի 7-ին հայ մարդու տասնյակ տարիներով սպասված իր վրեժը լուծելով, իրագործելով, իրականություն դարձնելով, օտարի տասոչիկների իրական ուժից աբիժնիկ մնացած տասնյակ տարիներով հայ մարդկանց վախից տրախի մեջ պահած, տասնյակ տարիներով Հայաստանի Հանրապետությունը իրենց անձնական հաջողությունների եւ հարստությունների համար աշխատացրած օտարի լունգթերի գործունեությունը եւ լինելությունը քաղաքակիրթ մակարդակով ոչ չանալու է Հայաստանի Հանրապետությունը։ Կեցե ազատ անկախ ինքնիշխան իրական Հայաստանի Հանրապետությունը, կեցե հայ մարդը, որ ապրում եւ ապրելու է խաղաղ, կեցե խաղաղությունը, կեցե հայ մարդը, որ ապրում եւ ապրելու է խաղաղ, զարգացող, երջանիկ, ուժեղացող իրական Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ հունիսի 7-ին անհամբեր սպասեք, որովհետեւ հունիսի 7-ը հայ մարդու տասնյակ տարիներով վրեժի իրագործման օրն է լինելու քաղաքակիրթ մակարդակով։ Աստծով ամեն ինչ լավ է լինելու։